Վանաձորի համայնքապետարանում չնայած վարչապետի խիստ հանձնարարականից հետո հայտարարել էին, թե ավականու որոշումը կհետաձգեն ու համայնքային հողերը չնչին գներով աճուրդի չեն հանի, բայց շաբաթներ անց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, հակառակ որոշումն է կայացրել։ 10 տարի ժամկետով վարձակալության կտրամադրի հասարակական նշանակության 6 հողատարածք եւ գյուղատնտեսական 3 հողակտոր։ Թվերը խոսուն են, որպես հանգստի գոտի հայտնի Մայմեխի խճուղու հողամասերից մեկը 1200 քառակուսի մետր է, կադաստրային արժեքը 5.300.000 դրամ, իսկ շուկայականը ենթադրաբար մի քանի անգամ ավելի։ Այս 14,000 դոլարանոց հողամասի համար վարձակալողն ամսական ընդամենը 5,000 դրամ կվճարի։ Ավականին 1 քառակուսի մետրի համար վարձավճարը տարեկան 50 դրամ է սահմանել։ Ավելի ցնցող է հարակից 6,000 քառակուսի մետր հողամասի դեպքում, կադաստրային արժեքը մոտ 72,000 դոլար, վարձավճարը ամսական ընդամենը 26,000 դրամ։ Գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում ավականին ավելի ծիծաղելի գին է սահմանել։ 1 քառակուսի մետրի վարձավճարը կկազմի տարեկան 30 լումա։ Մեծարգո վարչապետը Մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք պատմում են, ինչպես են անգամ քաղաքներում 1 քառակուսի մետր համայնքային հողերը վաճառում մինչև 100 դրամով, բայց վաճառքից կարճ ժամանակ անց այդ տարածքները շուկայում են հայտնվում, մի քանի անգամ բարձր գնով։ Հանձնարարել էր այս գներով Հայաստանի որևէ համայնքում հողեր չոտարել։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Համայնք ասում է եկամուտ եմ, իմ եկամուտն եք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, պետական բյուջեից կտանք, արգելեք, փակեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչ է կատարվում այդտեղ։ Այս խնդրին նաև դատախազությունն է առնչվում, քանի որ մեր ներկայացրած հայցերի մեծ մասը վերաբերում են հենց ձևական աճուրդներին։ Եվ հայցերը, որոնք որ դատարանում հաջողությամբ են պսակվում, են ապացույցների վրա են հենվում, որ իրականում ձևական մասնակիցներ են փոխկապակցված համայնքների ղեկավարների հետ։ Համայնքապետարանում նախ որոշել էին հետևել վարչապետի խիստ հանձնարարականին, բայց Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, երեկ արդեն հակառակ որոշումն է կայացրել։ Համայնքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը մինչդեռ վարչապետի հանձնարարականի ու իր վերադասի որոշման մեջ հակասություն չի տեսնում։ Ասում է, հողերը չեն օտարում, այլ 10 տարով վարձակալության են տալիս ու պնդում է, թե կառավարության նոր կարգը սահմանելու դեպքում վարձակալության պայմանագրերը կարող են փոխվել։ Բացի այդ, չի բացառում, որ աճուրդի դեպքում վարձակալության համար սահմանված գինը կարող է մի քանի անգամ մեծանալ։ Քաղաքացու հետ վարձակալության պայմանագիրը հնարավոր է նաև չեղարկել, փոփոխության ենթարկել, այսինքն մենք այդ հողը չենք օտարում եւ ասենք վայ էլ այդ հողը մեր չի հետադարձ ուժ ունի, այսինքն այդ հողը կարող են շարունակումը մնալ համայնքին է եւ դրա հետ կապված արդեն համայնքը տնօրինել կարող է։ Իրավապաշտպանները մինչդեռ համոզված են, որ սա հողերի փաստացի օտարման առաջին քայլն է։ Համայնքապետարանների գործունեությունը պարբերաբար դիտարկող ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը նշում է, թե սա հին սխեմա է։ Սկզբից որոշում են, թե ով է ստանալու հողերը, հետո կազմակերպում ձևական աճուրդ։ Տարիներ անց այդ անձինք առաջնահերթության իրավունքով սեփականատեր կդառնան եւ համայնքային սեփականությունը կհայտնվի մասնավորի ձեռքերում չնչին գներով, պնդում է իրավապաշտպանը։ Որպես կանոն նման տարածքները, այսինքն եթե հասարակական սպասարկման գոտի այնքը այստեղ տալիս են վարձակալության կառուցապատման իրավունքով եւ դրանից հետո ենթադրյալ օրինակ ժամանակ անց վարձակալը, որ արդեն ունի այդտեղ կառույց, հնարավորություն ունենա տարածքը ուղղակի ուղիղ վաճառքի տեսքով գնում իրականացնել։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ձևական աճուրդների մասին իր պնդումներին ու դրան հետևած իր հանձնարարականին չանդրադարձավ, բայց արդեն զայրույթի ուրիշ առիթ ուներ, խոստովանեց, որ ամբողջ պետական համակարգը, այդ թվում ինքը, արդեն 7 տարի առաջին դասարանում են։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։